Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Օրագիր Նյուզի եթերում ըստեյությանն է եւ այսօր մեր տաղավարին հնկալել ենք ճարտարապետ Ռոբերտ Բալյանին։ Բարև ձեզ, պարոն Բալյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Պարոն Բալյան, նախորդ տարի օգոստոսին ընդունվեց Երևանի նոր գլխավոր հատակագիծը, որը մասնագետների շրջանում բազմաթիվ քննադատությունների արժանացավ։ Ինչ դիրքորոշում ունեք մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագծի վերաբերյալ, այն որքանով է համապատասխանում Երևանի կարիքներին։ Գիտեք, Երևան քաղաքի գլխավոր հատակագծի մշակումը դա բավականին լուրջ եւ բարդ գործընթաց է, որը երևի տարիների գործ է, բայց հաշվի առնելով այսօրվա քաղաքաշինական այս մեծ տեմպերի, շինարարության այդ մեծ տեմպերի հետ կապված հարցերը եւ քաղաքում որոշակի ձևով ինվեստիցիոն ծրագրերը ներգրավելու հնարավորությունները, Երևան նախագիծ ինստիտուտում մշակվեց Երևան քաղաքի գլխավոր հատակագծի նախնական մի էտապ։ Այդ նախնական մի էտապով, որ հնարավորություն ստեղծվի գոնե այս ժամանակահատվածում ինվեստիցիոն ծրագրեր ներգրավել Երևան, Հայաստան, այլ հնարավորություն չկար։ Դա կատարվել է շատ կարճ ժամանակահատվածում, այդից պատճառով այո, մասնագիտական եւ հանրության կողմից հնարավոր է որոշակի այդպես բողոքման առիթ է տվել, որոշակի դժգոհության առիթ է տվել, որովհետեւ հնարավոր չէ 1 տարվա մեջ, 1.5 տարվա մեջ մշակել 1.5 միլիոն, 1 միլիոնից ավելի բնակչություն ունեցող քաղաքի համար գլխավոր հատակագիծ, որ բավարարի բոլոր գլխավոր հատակագծի հետ կապված բոլոր նորմատիվային չափորոշիչներին։ Գլխավոր այս պատճառով այսօր Երևան նախագիծ ինստիտուտի կողմից շարունակվում է այդ գլխավոր հատակագծի վրա աշխատանքների երկրորդ էտապը եւ հնարավոր է նաեւ երրորդ էտապ։ Դա իմ անձնական կարծիքն է, ես իրավասու չեմ խոսել Երևան նախագծի տնօրենության անունից կամ քաղաքապետարանի անունից, բայց որպես ճարտարապետ ես իմ անձնական ենթադրությունն եմ անում, որ բոլոր գերատեսչությունների հետ կապված հարցերը պետք է այսպես ասած խմբավորվի, մշակվի, դա Երևան քաղաքի զոնավորման հիմնական գաղափարը, զոնավորման ճիշտ զոնավորման սխեմաների պատրաստում, իսկ այդ զոնավորումը կախված է ազգաբնակության խտության աստիճանից, դրանից ենթադրյալ անցյալ մնացած բոլոր հարցերը կանաչապատում, հասարակական ցնդի օբյեկտներից սկսված, մինչև անգամ տրանսպորտային շարժը Երևան քաղաքում, որը այսօր գերհագեցված վիճակում է, Երևան քաղաքը պետք է բեռնաթափել, բայց ինչպես բեռնաթափել, դա նորից կախված է գլխավոր հատակագծի ճիշտ լուծմամբ եւ այդ ճիշտ լուծումը այսպես ասած 1 տարվա, 2 տարվա մեջ հնարավոր չէ մշակում տալ, ապահովելով Երևան քաղաքի եւ կենտրոնի եւ ընդհանրապես հարակից տարածքների, ինչպես նաեւ հեռանկարային զարգացման հատվածների վերաբերյալ հիմնովի մշակված գլխավոր հատակագիծ։ Մենք ունենք մասնագետների կարիք, որոնք կարող են նեցուկ լինել Երևան նախագիծ ինստիտուտին գլխավոր հատակագծի վերջնական մշակմանը, բայց նորից իմ անձնական կարծիքն եմ հայտնում, որ դա տարիների գործ է, որպեսզի մենք ունենանք լուրջ մշակված գլխավոր հատակագիծ։ Ես կարող եմ մի այսպիսի թռուցիկ օրինակ բերել, որ այսօր քաղաքի կենտրոնում կուտակված այս բազմաթիվ բնակելի շենքերի եւ հասարակական շենքերի արկայությունը պատկերացրեք հյուսային պողոտայում պողոտան բնակեցվի 100%-անոց բնակեցված վիճակում։ Կոմունիկացիոն ինժեներական ցանցերը միևնույն է չեն բավարարելու սպասարկել հյուսային պողոտայի, ասենք ջուր կոյուղի հատվածները չեն կարող։ Դրանք ամբողջությամբ պետք է վերափոխվի, ամբողջ փողոցները պետք է նորից քանդվի, նորից անցկացվի նոր կոյուղագծեր, դիամետրերը փոխվելով, որպեսզի կարողանան ապահովեն։ Դա նորից եմ կրկնում, այդ աշխատանքները պահանջում է երկար ժամանակ, երկարատև ուսումնասիրություն, մասնագիտական լուրջ ուսումնասիրություն, որպեսզի զերծ մնանք հետագայում մեր քաղաքի հետ կապված խնդիրների, այսպես ասած, կիսատ լուծումներից։ Դա միայն կախված չէ ինչ որ մի խումբ
գլխավոր հատակագիծ մշակող մի խմբի անդամների այսպես կմաճ վերաբերմունքը չէ, դա բոլոր գերատեսչությունները տրանսպորտից, կանաչապատումից, ջուր կոյուղի, էլեկտրականություն, բոլոր ինստիտուցիոնալ այդ կազմակերպությունները իրենց համապատասխան ծրագրային աշխատանքների արդյունքում համատեղ պետք է մշակվի գլխավոր հատակագիծ։ Ուստի այսօրվա բողոքը որոշակի առումով արդարացված է գլխավոր հատակագծի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ նորից եմ կրկնում քաղաքի հեռանկարային զարգացման եւ ինվեստիցիոն ծրագրերը ապահովելու համար որոշակի հատվածի մշակում նախնական պետք էր, որպեսզի կարողանանք առաջ շարժվել։ Այնուհետև մեծ տեմպով հիմա Երևան նախագծում կատարում են երկրորդ եւ համապատասխանաբար կարծում եմ նաեւ երրորդ этаպի գլխավոր հատակագծի մշակումը, որը վերջնականապես ներկայացվի հանրությանը, ինչպես նաեւ մասնագիտական հանրությանը քննարկման, այնպես որ համարենք, որ գլխավոր հատակագիծը դեռ վերջնական տեսք չունի Երևան քաղաքի։ Տարիներ շարունակ չէր ընդունվում Երևանի գլխավոր հատակագիծը։ Ինչով էր սա պայմանավորված, ինչ խնդիրների մասին է այն վկայում ձեր գնահատմամբ։ Երևան նախագիծը տարիներ շարունակ չէր ընդունվում, որովհետև նախկինում գործող գլխավոր հատակագիծը ուժի մեջ էր մինչև 2000 թիվը։ Իմ կարծիքով, իմ ինֆորմացիայով ես որոշ հարցերին չեմ կարող ստույգ պատասխաներ տալ, քանզի ես այդ գործառույթների ընթացքի մեջ չեմ, մասնակցություն չեմ ունեցել, բայց որպես ճարտարապետ որոշակի ինֆորմացիա ունեմ։ Վերջին տարիներին Երևան քաղաքի, այսպես ասած, քաղաքաշինական այդ բուրըն հախուռն եւ բուրըն զարգացումը բերեց նրան, որ անպայման պետք է գլխավոր հատակագծի վերամշակում կատարվի, այլ կերպ արդեն ստացվում էր, այսպես ասած, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում քաղաքի գլխավոր հատակագծի նկատմամբ եւ պատահական տեղեր կառուցապատումները բերում էին որոշակի բողոքի ալիք էր բարձրացնում, այդ իսկ պատճառով որոշեցին, որ առաջի этаպով գոնե կարողանանք հավաքել այդ գլխավոր հատակագծի մեջ հավաքել հիմնական կետերը, կորիզները հավաքել, այնուհետև զարգացումը ցույց կտա, գիտեք ինչ, հիմա այսօր գլխավոր հատակագծի մեջ մի այնպիսի բան կա, մի այնպիսի սխալ գիծ կա, որ գետառը ամբողջությամբ փակեցին։ Գետառը մենք բոլորս գիտենք, որ դա գետ չէ, դա սելավատար է։ Դուք պատկերացնում եք ամբողջ գետառի մակերեսը փակվեց եւ վրան շինություններ կառուցվեց եւ ավտոկանգառներից սկսած եւ այլն եւ այլն։ Պատկերացրեք, որ սելավատարը օրից մի օր, դա կլինի վաղը մի ժամ հետո կամ 10 տարի հետո, սելավատարը մասիվի վերևի ջրաշխարհից վերևի հատվածում բերանը փակեց։ Բերեց կոճղեր, բերեց քարեր եւ այդ սելավատարի բերանը, որը շատ փոքր մակերես ունի, փակեց ամբողջ Երևան քաղաքը ջրհեղեղի մեջ։ Դա մեծ սխալմունք էր սելավատարի բերանը փակել։ Ոչ մի քաղաքում դուք չեք տեսնի սելավատարի բերանը փակ։ Վերջին տարիներին մայրաքաղաքում ամեն քայլափոխին այսպես շենքեր են կառուցվում, որ ոչ միայն մայրաքաղաքի ճարտարապետական տեսքն է աղավաղում, այլ նաև անհարմարություններ է պատճառում երևանցիներին։ Ձեզ համար հասկանալի է, թե ինչով է դա պայմանավորված, որովհետև այն դեպքում, երբ մեր բնակչության գնողունակությունը ցածր է եւ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ նորակառույցներում օրինակ բնակարաններ գնել։ Գիտեք, այսօր անկախության տարիներից անմիջապես հետո մեր քաղաքացիները սկսեցին անխնա ձևով շենքերի նկուղային հարկերը, այսպես ասած, վերապլանիրովկա, վերադասավորել իրենց կարիքների, իրենց խանութների, իրենց կոոպերատիվներին հարմարացնելով, նույնիսկ ամբողջ 6 մետրանոց պատեր են հանել նկուղային հարկ, ամբողջ Մաշտոցի պողոտան այսօր կանգնած է օդում։ Այդ շենքերը ոնց են այսօր կանգնած մնացել, ես ուղղակի ապշած եմ մնում։ Բոլոր շենքերի ցեցմակայնությունը անբավարար վիճակում է գտնում Երևան քաղաքի։ Համարյա թե 80% շենքերը ցեցմակայնության տեսակետից չեն համապատասխանում այսօրվա քաղաքաշինական նորմերին։
Իսկ այսօրվա կառուցված շենքերը, էլիտար շենքերը, այսպես ասած, պայմանական էլիտար շենքերը, դրանք կառուցված են ավելի բարձր որակով, կառուցվում են ավելի բարձր որակով, 9 բալային գոտու հաշվարկով եւ հեղինակային եւ տեխնիկական հսկողությունները կատարվում է բարվոք ձևով, ավելին, քան պետք է։ Իսկ մնացած այդ խոշորապանել շենքերը ամբողջ մասիվը, Դավթաշենի, Չերեմուշկայի հատվածները դրանք վաղ թե ուշ քանդման ենթակա տարածքներ են։ Դրանք հնարավոր չէ որպես ժառանգություն թողնել մեր հաջորդ սերունդներին, որովհետև բավական է Երևանում 6.5 բալը խփեց, ամբողջ բնակֆոնդը չկա, նախկին բնակֆոնդը, բայց ուրախ եմ, որ էլիտար շենքերը կդիմանան եւ համոզված եմ կդիմանան եւ կարծում եմ այդ ապամոնտաժումից հետո բոլորը կտեղափոխվեն նոր կառուցված շենքեր։ Դա հեռանկարային ծրագիր է, այսօր որոշակի անհարմարություն է ստեղծում մեր բնակչության համար, բայց հեռանկարում մենք ունենք բնակֆոնդ, որը հնարավորություն կտա այդ վթարային շենքերից մարդիկ տեղափոխվեն դեպի նոր բնակֆոնդերը։ Դա պահի նկատմամբ մենք քաղաքացիները դժգոհության ալիք են բարձրացնում միայն դա առանց խորը նայելու, թե ինչպիսի բնակարաններում են այդ խոշորապանել շենքերը, դրանք ահավոր բաներ են։ Դրանք ոչ սեյսմակայուն շենքեր են եւ պատկերացրեք դրանց շինարարության ընթացքում դրանց հսկողությունը թե հեղինակային, թե տեխնիկական հսկողությունը կատարված է թյուրիմացությունն է դա պարզապես պատկերացրեք բանը շինարարական պահակախումբը իր համար էր շինանյութը գողանում, պրորաբները իրանց համար էին մարսում այդ ամեն ինչը, շինանյութը գալիս էր գործարանային հատվածից որակական իմաստով, պանելները չէր հաշվարկված, պանելների որակական հարթերը առանց ինչ-որ նախնական ստուգումների գալիս էր շինհրապարակ, նույնիսկ կռանը միջարկային ծածկի պանելը բարձրացնելով ընթացքում ջարդվում է, տեղադրում են միջարկային հարկի վրա այդ տիպի պանելներ։ Այսօր Լենինականի օրինակը մեզ պետք է արդեն փորձ լինի, որ հիմնականում այդ ամփույթ շինարարական կառույց տեխնոլոգիաները ամփույթ ձևով օգտագործելով վերեցին այդ արհավիրքին։ Պարոն Բալյան, ձեզ հայտնի է, թե ինչ վիճակ է օրինակ քաղաքացիական պաշտպանության ոլորտում։ Ձեռնարկվում են արդյոք միջոցառումներ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանն ավելի պաշտպանված դարձնելու համար։ Օրինակ, որպես ապաստարաններ առաջարկում են բազմաբնակարան շենքերի նկուղները, որքանով են դրանք պատրաստ օգտագործման համար։ Նայեք, սովետական տարիներին նախատեսված էին ապաստարաններ։ Այնուհետև ինչ որ ժամանակ հետո, մոտորապես 70-80 թվականներից հետո այդ ապաստարանները դարձան կռիսանոցներ, չօգտագործվեցին։ Ինչ որ անձանց կողմից դրանք սեփականաշնորհվեցին, ապաստարանները դարձան ինչ որ գետնափոր խանութներ եւ այլն, եւ այդ ապաստարանների գաղափարը վերացավ մտածելով, որ ապրում են սովետական երկրում, երբևիցե այդ երկրի վրա ոչ մի պատերազմական գործողություն, այնուհետև այդ ապաստարանները դրանք ավելորդ մի բաներ են, ծավալներ են, որոնք փչացնում են շենքի առողջական վիճակը, ստիպված մտան ամեն մեկը իր ձևով սեփականաշնորհեց եւ մտան այդ տարածքները այսօր օգտագործում են որոշակի նպատակների համար, բայց հիմա քաղաքապետարանի կողմից ցանկացած նոր կառուցվող շենք առանց բարձրակույն ապաստարանների, թաքստոտների, այսինքն հակաօդային պաշտպանության այդ ապաստարանների եւ առանց ներքին տարածքներում առանց ավտոկանգառների գոնե պետք է 78-80% ապահովի ավտոկայանատեղերը տվյալ շենքի համար նախագծերը չեն ընդունվում, ոչ համալիր փորձաքննության, ոչ քաղաքապետարանի կողմից չի համաձայնեցվում, եթե չեն բավարարում այդ նորմատիվները։ Հիմա փառք Աստծո քաղաքապետարանը նման հարցերի նկատմամբ շատ ավելի խստապահանջ է եւ քաղաքաշինության նախարարությունը, այնպես որ մենք ցանկացած էլիտար շենք կառուցվելու դեպքում միջև չի ապահովված թաքստոցների հարցը եւ չի ապահովված ավտոտնակների հարցը, այդ շենքերը կառուցելը դա անհնար է դառնում։ Բայց մենք բազմաբնակարաններ ունենք, որոնք դեռ այսպես սովետական տարիներից են, դրանց մասով այդ էլիտարները նոր են կառուցվում, դեռ լիովին բնակեցված չեն որոշները։ Ես խոսում եմ հենց բազմաբնակարան շենքերի մասին, որոնք դեռ երկար տարիներ առաջ են կառուցվել։ Երկար տարիներ առաջ ես խոսում եմ 15-20 տարվա առաջվա
օրենքների մասին, որ արդեն այդ օրենքները գործում են եւ այս վերջի 15-20 տարվա ընթացքում չկա մի բազմաբնակարան շենք, որ չունենա իր ներքնահարկում ավտոտնակներ եւ բաներ եւ ապաստարաններ։ Հիմա այդ ամեն ինչը նախատեսված է կան եւ առանց այդ ծավալների երբևիցե քաղաքապետարանը չի տալիս շինարարություն սկսելու թույլտվություն կամ ճարտարապետը հատկային առաջադրանք։ Օրինակ սահմանամերձ բնակավայրերում ապաստարանների ու ապաստարանների կառուցումն ինչ փուլում է, այս առումով բավարար աշխատանք կատարվում է։ Ես սահմանամերձ շրջանի մեր գյուղական համայնքներում անմխիթար վիճակ է, բացարձակ անմխիթար վիճակ։ Նույնիսկ չկա այնտեղ մասնավոր տներ են կառուցված ստեղից այնտեղից հայթայթված շինանյութերով, հիսատ պրատ, չի անպատասխանում ոչ մի նորմատիվային չափորոշներին չի անպատասխանում, դրանից ելնելով դրանից զատ, մենք ոնց կարող ենք ասել, որ այնտեղ գազապաստարանների կամ ավտոկանգառների հետ կապված հարցերը չկա, բացարձակ չկա, կան գյուղատիպ համայնքներ, կան փոքրիկ այսպես գյուղաքաղաքներ, որոնք ասենք հնարավորություն ունեն այսօր ինչ որ մի հատվածում առանձին ապաստարան կառուցել կամ ինչ որ մի հատված տրամադրել, որ ավտոկանգառների հարց լուծեն, բայց դեռ մենք չենք հասել այդ կետին, մեր ուղղակի մեր ֆինանսատնտեսական եւ սահմանամերձ տարածքներում ապրող բնակիչների հնարավորությունները դեռ չեն եկել այդ կետին հասել, մենք դեռ չունենք քաղաքում նման հարցերի 100% լուծում, բայց արդյոք սա չպետք է լիներ առաջնային։ Դա առաջնային պետք է լիներ առաջնային սահմանամերձ հատվածներում, բայց ինչպես տեսնում եք, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը այնպիսի վիճակում է, որ դեռ չի հասնում։ Փառք Աստծո կարող եմ մտածել, որ առաջիկա մի քանի տարին խաղաղություն լինելու պայմաններում մենք կարող ենք արդեն այդ հարցերը քննարկել եւ առաջ տանել այդ գաղափարները եւ առաջնահերթ սահմանամերձ հատվածներում լուծել մեր քաղաքացիների համար այդ անհրաժեշտ համար առաջի այդ հատվածները լուծել եւ համար առաջի պահանջները լուծել։ Արդյոք պատերազմից հետո կառավարությունը, իշխանությունը չպետք է այսպես միանգամից այդ հարցին լուծում տար, զբաղվեր այդ հարցով, որտեղ արդեն մենք մեր աչքի առաջ ունենք այդ օրինակը լայնածավալ պատերազմը։ Գիտեք, օրինակ Գորիս համայնքը դուք համարում եք սահմանամերձ, ինչ որտեղ ես համարում եմ սահմանամերձ։ Այսօր տեսեք Գորիսում ինչ գեղեցիկ կառուցապատման աշխատանքներ ա կատարվում մեր Արոշանյանի կողմից, քաղաքապետ Արոշանյանի կողմից, ամբողջ քաղաքը այս 6-7 տարվա մեջ մի ուրույն նոր տեսք է, նոր թարմացել է քաղաքը։ Ուղղակի այսօր եթե դուք առիթ ունենաք Գորիսում լինելու, նկարանալու, կհրապուրվեք, թե ինչքան կազմակերպված եւ այդ բոլոր նորմատիվային չափորոշիչները հենց Գորիսում ապահովում է։ Մեր Արգարջան Արոշանյանը կարողանում է այդ ամենը կազմակերպել եւ այսօր ով գնում է Գորիս, պարզապես շատ հմայված է արևադարձային ծառատեսակներով եւ այլն կանաչապատ գոտիներով, ջրային մակերեսներով եւ ասֆալտապատման հետ կապված հարցերը, թե ներբակային տարածքներում եւ թե փողոցներում լուսավորության հարցերը բավական, այսինքն երբ ցանկություն կա ղեկավարության կողմից, համայնքի կողմից լինելով այդ ցանկությունը, տեսնում եք, որ իրականություն է դառնում։ Եթե կա Գորիսը կարողանում է դա անել, ինչի գիրովականը չի կարողանում անել։ Ինչի Լեննականում շարունակում են դեռ մարդիկ ապրել տնակների մեջ։ Բայց տեսեք, կարծեմ մի երկու օր առաջ Գորիսի քաղաքապետը համայնքապետարանը 60 բնակարան բաժանեց անօթևաններին, որոնք մի մասը եկել էին Ղարաբաղից որպես փախստականներ, մի մասը տեղի բնակիչներից։ Կարողանում է հայթայթում է բոլոր հնարավորությունները եւ մեր քաղաքացիների բնակարաններ նույնիսկ կահավորումը դա արվեց։ Եթե դուք ինֆորմացված եք նայել TV-ով, կտեսնեք, որ ինչքան գեղեցիկ ձևով, եթե ցանկություն է լինում, կատարում են։ Նույնիսկ չնչին ֆինանսական հնարավորության դեպքում էլի մարդիկ ստեղծում են պայմաններ, որ կարողանան ինչ-որ մեծ ձևով մեր քաղաքացիների կենցաղը բավարարել։
Եվ պարոն Բալյան, ամփոփելով մեր զրույցը, հայտնի է, որ իշխանությունները մտադիր են մետրոյի 2 նոր կայարան կառուցել, մեկը Աջափնյակում, մյուսը Սուրմալու առևտրի կենտրոնի մոտակայքում, բայց տարիներ շարունակ այս ծրագրերը գործնական փուլ չեն մտնում, ժամկետներն էլ անընդհատ այսպես երկարաձգվում են։ Իրատեսական համարում եք, որ այս իշխանությունը մետրոյի կայարաններ կառուցի, թե ծրագրերը կմնան ուղղակի թղթի վրա։ Մետրոյի կայարանը դեպի Աջափնյակ տանող խորանները բանը ամբողջ այդ բանը այդ թունելը, այսպես ասած, կոպիտ ձևով պատրաստ է մինչև Աջափնյակ։ Պարզապես հարդարման աշխատանքներ գծերի քաշում եւ Հրազդան գետի վրայի կամուրջի հետ կապված հարցը պետք է լուծվի, որը ինչքան տեղյակ եմ ես, քաղաքապետարանը մի քանի անգամ բաց կոնկուրս է հայտարարել այդ կամուրջի մշակման համար, ընտրել են կամուրջի կոնստրուկցիաների եւ ճարտարապետական լուծումը այդ գեղեցիկ տեսարանի մեջ, ձորի մեջ կամուրջը պետք է չլինի, այսպես ասած, այնքան ինչքան որ մետրոն անցնի, Իրանից պետք է գեղարվեստական արժեքներ կայացնի։ Եվ այն էսքիզները, որ ես տեսել եմ, շատ գեղեցիկ բան է, քաղաքապետարանի կողմից հանրարարված մշակված, այժմ կարծեմ, թե ինվեստիցիոն ծրագրերի հետ կապված փնտրում են ներդնողների, որոնք սկսեն այդ շինարարությունը իրականացնել։ Այդ է պատճառը, որ մի քիչ ձգվում է, որտեղ բավականին լուրջ ֆինանսական ծախսերի հետ է կապված։ Բայց անընդհատ խոսվում է, բայց տարիներշարակ այսպես երկարաձգվում է, ժամկետները փոխվում են։ Ժամկետները փոխվում են, որտեղ ֆինանսավորման հարցը դեռ չի լուծվում։ Դրա համար ժամկետները թե չէ բանը։ Ես իմիջիալուց Սուրմալուի փոխարեն ես կառաջարկեի դեպի Արաբկիր գիծը բացել։ Աջափնյակ եւ Արաբկիր դեպի Կոմիտասի Պրագայի ռեստորանային համալիրի դիմաց Թաղապետարանի դիմացի այգու հատվածը, որովհետև Սուրմալուն ինչ որ ձևով տրանսպորտային հանգույցներով կապված է, երբ դեպի Արաբկիր դա շատ ավելի կարևոր գիծ է եւ ավելի կթեթևացնի մեր քաղաքային տրանսպորտային հանգույցները։ Բացի մետրոյից մենք պետք է նաեւ ունենանք նորից երկրորդ օղակը մեր քաղաքի շուրջ երկրորդ օղակը պետք է ունենանք, որովհետեւ այն տրանսպորտները, որոնք պետք չեն քաղաքի կենտրոնով անցնել եւ անցնել մեկ այլ ուրիշ ռեգիոն, անցնեն այդ երկրորդ օղակներով։ Բոլորը գալիս քաղաքի կենտրոնով անցնում են։ Դրա համար էսի վիճակ է ստեղծել։ Ծանրաբեռնվածության աստիճանը։ Դե նորից եմ կրկնում, դա բավականին լուրջ աշխատանք է, որը չի մի տարվա, երկու տարվա գործ չէ, դա գլխավոր հատակագծից սկսած մեկը մյուսի հետ շղթայված հարցեր են, որոնց լուծումը մասնագիտական լուրջ քննարկումների եւ մասնագիտական լուրջ աշխատանքի կարիք ունի, որը հնարավորինս քաղաքապետարանը անում է, բայց դեռ չի ֆիզիկապես չի հասցնում։ Ֆիզիկապես մեր երկրում խնդիրները այնքան շատ են, մեր երկրում խնդիրները մի բնակավարի մեջ չի։ Մեր երկրում սկսած մսուր մանկապարտեզից, սկսած դպրոցական համակարգից, սկսած բնակարանային շինարարությունից, սկսած տրանսպորտից, բոլորը խնդրեմ են։ Մենք որ բնակավարին այսպես մոտենում ենք, տակը մեծ խնդիրներ կան։ Այդքան խնդիրները միանգամից լուծելը մարդիկ գիտակցում են, որ եւ անհնարին է այդքանը լուծել միանգամից հնարավորություն չունի, փոքրիկ երկիր ֆինանսապես այդ հնարավորություն չունի։ Երկրորդն էլ մենք ժառանգություն ենք ստացել այնպիսի մի միջավայր, որի շտկելը Թամանյանից հետո մեր քաղաքը անընդհատ վերափոխվել է, 500,000 անոց քաղաքը դարձել է միլիոնանոց քաղաք եւ այսօր նորից ավելանում է, թե տրանսպորտը։ Ես հիշում եմ 70-ական թվականներին Բաղրամյան փողոցով 10 հատ մեքենայի թե անցնում էր, ասում եք ինչքան շատ մեքենա է անցնում 70-ական թվականներին։ Բայց այսօր դուք տեսնում եք ինչ է կատարվում, թե Բաղրամյան փողոցում եւ թե կենտրոնական բոլոր փողոցներում ինչ է կատարվում, որտեվ այսպես ասած էրգանոմիկ հաշվարկներով երբևիցե նախատեսված չի եղել այս քաղաքի աճը այդքան մեծ տեմպերով։ Եվ այսօր մենք առաջարկություն ունենք ճարտարապետերով, որ Երևանը բեռնաթափելու համար նաև հարակից տարածքները մենք օգտագործենք, որպես բնակարանային ֆոնդերը տեղափոխվի դեպի հարակից եւ քաղաքաշտական բոլոր հարցերը մենք լուծենք դեպի հարակից տարածքներով։ Քաղաքի կենտրոնը արդեն վերջ պետք է փակել ընդհանրապես։ Դրա մասին խոսել չի կարող։ Մենք եթե փրկենք մեր քաղաքի կենտրոնը, այսօր դա մեծ գործ կլինի։ Այսօր
ինժեներական ցանցերով մենք ապահովենք քաղաքի կենտրոնում գոյություն ունեցող շինությունների կոմունիկացիոն հարցերը, արդեն դա մեծ հզոր աշխատանք կլինի մեր քաղաքապետարանի կողմից, եթե դրանք կարողանա կատարի ժամանակին։ Այլ կերպ, եթե մեր բնակ ֆոնդերում բնակվեն 80% բնակչություն, մեր ոչ մի ինժեներական ցանց չի բավարար, ոչ ջուրը, ոչ ոյուղին, ոչ էլեկտրական, ոչ մեկը չեն բավարարի։ Այսինքն դրանք նորից վերանախագծման եւ նորից շինարարության հարցեր են առաջացնում։ Պատկերացնում եք, նորից ամբողջ փողոցները քարոքան։ Մենք այսօր Երևան քաղաքում չունենք 200 մետր երկարությամբ մի հատված, որ քաղաքաշինական նորմերին 100%-ով համապատասխանում է։ 200 մետր ցուցադրական, ասենք Թումանյան փողոցի այս հատվածը կամ Աբովյան փողոցի այս հատվածը իր քաղաքաշինական բոլոր հարցերով լուծված են։ Չկա այդպիսի մի հատված։ Բոլորը թերի, ինչ որ մի ձևով անցել եք առաջ, հետին խնդրը թողնելով, ավելի խորացնելով եւ այսօր արդեն կանգնել ենք մեմսի տուպիկի առջեւ, որ 10 քաղաքապետ էլ գա, այդ հարցերը չի կարող լուծել միանգամից։ Այնպես որ չի կարելի մեկի վրա բարթել կամ ուղղակի ֆիզիկապես անհնարին է։ Բերել ենք այդ կետին ենք հասցրել։ Դա իմ անձնական կարծիքն է, գիտեր Աստծո, թող այլ կերպ իմ գոլեգաները եւ քաղաքապետարանի համբաժինները այլ կերպ դա չընդունեն, դա իմ անձնական կարծիքն է։ Մնացածը արդեն իմ օգնության կարիքը կլինի, ես էլ մասնակցեմ գլխավոր հատակագծի մշակմանը, Փառք Աստծո տղաս էլ Հարվարդյան համալսարան ավարտած ճարտարապետ է, հրավիրեմ Երևան ինքն էլ մասնակցի, ինչքան հնարավորություն ունենք իմ կողմից, իմ ընկերական իմ ճարտարապետական ընկերական շրջապատը կարող է իր միջամտությունը ցույց տալ մեր քաղաքում մշակելու ներքաղաքային ցանցերը, բնակ ֆոնդի հետ կապված հարցերը եւ այլն։ Այսինքն այն հարցերը, որոնք վերաբերում են քաղաքաշինությանը։ Շնորհակալ եմ պարոն Բալյան հետաքրքիր զրույցի համար։ Իմ հյուրն էր ճարտարապետ Ռոբերտ Բալյանը, կհանդիպենք։